Այս ընթացքում հիմնադրամը մի շարք այլ դասընթացների մասին էլ է հայտարարել։ Սյունիքի մարզի բնակավայրերում պրակտիկ դասընթացների անցկացում, հագուստի մոդելավորման եւ կարուձևի դասընթաց, մարզերում յոգայի անվճար դասընթացներ, հրուշակագործության դասընթացներ։ Բացի այդ, հիմնադրամը շուրջ 20 ընտանիքների 250 քառակուսի մետր մակերեսով կահավորված ջերմատարներ է տրամադրում Լոռու եւ Արագածոտնի մարզերում, նաեւ Սերմեր։ Դանիել Իոնիսյանն ընդգծում է, ուսումնասիրել են հիմնադրամի այս շրջանի գործունեությունը եւ քրեական օրենսգրքով արգելված արարք չեն հայտնաբերել։ Քրեական օրենսգրքի 221 հոդվածը ենթադրում է, որ բարեգործությունը պետք է արվի թեկնածուի, կուսակցության անդամի կամ վստահված անձի կողմից։ Ըստ էության Աննա Հակոբյանը կամ հիմնադրամը ոչ թեկնածու է, ոչ կուսակցությունն է, ոչ վստահված անձ է, ոչ կուսակցության անդամ է, հա, այսինքն այս առումով հանցակազմ չկա։ Նրա խոսքով բարեգործությունը չի զուգակցվել նաև քարոզչությամբ, ինչը եւս բացառում է քրեական պատասխանատվությունը։